Երնեք թե այս նոր տարին վերջ տարայի ցավերին չարը կորչեր ու բարին բունդներ մեր սրտերին չարը կորչեր ու բարին բունդներ մեր սրտերին Հասկանում ես, այնպես ստացվեց, որ ես ծնվեցի հաջորդ օրը։ Առաջինը, ինչ տպավորվեց այս աշխարհից, դատարկ ծննդատումն էր։ Դժվար է իհարկե դա պատկերացնել, բայց հիվանդանոցում մարդ չկար։ Այդպիսի ժողովուրդ ենք, որ նվիրվեցինք, նվիրվում ենք մինչև վերջ, երեխու պես։ Բան չունեմ ասելու, երեխու պես էլ արագ հիասթափվում ենք ու նեղանում ամեն ինչից ու ինքներս մեզնից, բայց կարևորը նվիրումն է։ Ապրում ես ամբողջ կյանքում հաշվարկով, ապրում ես 1000 տարի, մեկ էլ տեսնում ես հավատացիր մի շատ նոր ու շատ լուսավոր բանի։ Եթե այդ ծննդատան պատմությունը չլիներ, ես քրիստոնեության ընդունումը չէի հասկանա։ Ոնց որ աչքիս առաջ լինի։ Մենք տեսանք աստվածային ճշմարտությունը և փորձեցինք մի օրում դառնալ քրիստոնյա։ Շատ եմ շեղվում, այնպես ստացվեց, որ իմ ծնունդն ընդունեց մի ծեր բուժքույր, որը 37 թիվ էր տեսել ու ցանցային ռադիոն երբեք չէր անջատում։ Մնացած բոլորն արդյունքների էին սպասում։ Մի քիչ վիրավորական էր իհարկե, ծնվել ցանցային ռադիոյի երաժշտության և նման անուշադրության պայմաններում, բայց ինչպես ասում եմ, առաջին հարվածը հաղթահարեցի։ Մի ժպտա, պատկերացրու հայրդ եկել է հիվանդանոց ու փոխանակ հարցնի, թե ոնց անցավ ծննդաբերությունը, մայրիկիդ գոռում է, անկախ ենք։ Հետո նոր հարց, ինչ է ծնվել, տղա, Հայկ դիր անունը, այ այդպիսի բան էր։ Ես ծնվեցի 91 թվի սեպտեմբերի 22-ին, երբ անկախությունն արդեն եկել էր։ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Դժվարանում եմ բացատրել ասածս։ Մի պահ պատկերացրու, որ ունեցել ես մի շատ սիրած աղջիկ։ Հետո քո մեղքով բաժանվել եք ու 2000 տարի հետո դու կարոտել ես նրան ու կանչել մոտդ։ Առաջին զգացողությունը անհարմարությունն է։ Ինչու 2000 տարի անց, ինչու հիմա։ Սա չգիտես ոնց ձևակերպես, բայց գիտես, որ օդ ու ջրի պես պետք է քեզ։ Չգիտես ինչ խոսես, ինչից հարցնես։ Հիմա հասկացա, կարևորը կանգառն է, ճանապարհը միայն կետերի միացում։ Մեղավորության զգացումը խեղդում է։ Այ հենց դա էր պատճառը, որ հանրաքվեից հետո նույնիսկ ամենաբեղուն գրողները լռեցին։ Միայն խուլերը շարունակեցին գրել, ովքեր չէին լսել անկախության գալու լուրը։ Բայց ում էր պետք խուլ գրականությունը։ Հետո գտան իրենց արդարացնելու ձևը և հայտարարեցին, որ գրականությունը կարդալու համար չէ, այլ գրելու համար է։ Ու շարունակեցին գրել։ Միտքս գրողները եկան, բայց բոլորն էլ նույն վիճակում էին։ Մեծ բան էր փոխվել։ Զգում էին, որ փոխվել է։ Զգում էին, որ իրենք էլ պիտի փոխվեն։ Բայց չհասկացան ոնց։ Տես, ես էլի շեղվեցի։ Երկու զգացողություն ունեի։ Մեկը մի քիչ նեղացած էի աշխարհից, որ ծնունդովս շատ չհիացավ։ Մյուս կողմից էլ ինքս էլ էի ուրախ, որ ամեն ինչ այսքան լավ ստացվեց ու մենք անկախ ենք։ Սկզբում լավ չէի հասկանում սա, բայց բոլոր ուրախ էին, ուրեմն մի բացարձակ ճշմարտություն էր ներս մտել։
Իհարկե շատերը չէին հասկանում, բայց էականն այն էր, որ վերջին 2000 տարվա կորուստները եղել էին անազատության պտուղները։ Ասենք, եթե մի բան ունես ու չես ուզում պաշտպանել, ինչու պիտի ձեռքիցդ չվերցնեն։ Առաջինը, ինչ տվեց անկախությունը, ունեցածդ պաշտպանելու գիտակցությունն էր։ Քիչ էր մնացել նրանից, ինչ մեզ թողել էին մեր մեծ պապերը։ Նրանց որդիները շատ բան մսխել էին, մոռացել էին, պետք էր վերականգնել, փորձել մի բան փոխել, թե չէ այնպես էր ստացվում, որ ուրիշի դրոշի տակ լավ էլ կռվում ենք, բայց հերթը հասնում էր սեփական կռվին, զինվոր չէր հավաքվում։ Ստրուկն ինչու պիտի զենք վերցնի, որ ինչը պաշտպանում, իր անազատությունը։ Ազատ մարդիկ են միայն պատերազմ գնում են իրենց ազատությունը պաշտպանելու կամ ուրիշի ազատությունը խլելու։ Եվ եղավ հրաշք, անազատ ժողովուրդը թեև թնգթնկալով, թեև մրթմրթալով, բայց կարողացավ ազատ սերունդ տալ։ Սերունդը բացերես արեց ազատությունից ամաչողներին, ասաց, որ գենը կա, ազատությունը կա, մնացածն էլ ինքը կնվաճի, հաղթեց սերունդը։ Ու այնպես ստացվեց, որ այդ հաղթանակը գումարվեց անկախությանը, դարձավ մի մեծ նվեր, մի լուրջ նվաճում, բայց մարդկանցից շատերը չիմացան ինչ անեն այդ նվերը։ Տարօրինակ մարդ արարած։ Պատկերացնում ես, եթե մի չքավոր հողագործի շամպայնի աման նվիրես, ասենք մարդը չի հասկանում շամպայն խմելու հաճույքը, շատ ծանր վիճակ է ստեղծվում։ Մի կողմից հասկանում է, որ թանկ նվեր է, մյուս կողմից էլ չգիտի ինչ անի։ Մեջը ոտք ձեռք լվալը ստորություն կլինի, իսկ չօգտագործելն էլ անընդհատ պիտի ընդգծի իր չունևորությունը։ Մնում է հրաժարվել նրանից։ Ծանր վիճակ է ստեղծվում։ Մարդկանց մի խումբ սկսեց ստորագրություն հավաքել, որ ուրիշին նվիրեն իրենց բաժին անկախությունը։ Նրանք, ովքեր կռվել էին դրա համար, վիրավորվածությունից ձայն չհանեցին։ Վերջում պարզվեց, ահագին ստորագրություն է հավաքվել։ Բայց դե գիտես չէ, որ նվերը չեն նվիրում։ Ում ուզում էին նվիրել, ինքն էլ կրակներ ընկել իր անկախության ձեռքը, նստել խմում էր ու չգիտեր ուր գնար։ Միակ բանը, որ խելքը մտավ, այդ հինը վերադարձնելն էր։ Մինչ նա մտածում էր, անազատ սերունդը գնաց ասպարեզից։ Այս անգամ նվերը մնաց տանը։